Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 28-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված ժամանակ մնաք խոսենք երկրորդ հատվածում, հիմա կարևոր իրադարձությունը դա Իրանի հարվածներն էր Միացյալ Նահանգների և Իսրայելի, մի բան, որ այս օրերի ընթացքում պարբերաբար նախապատրաստվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ու Իսրայելի կողմից, բավական լուրջ տեխնիկա էր կուտակել և փոխադարձ մեղադրանքներ, հոխորտանքներ, բայց նորից գնում էր բանակցություններ և առաջի անգամ չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցությունների առիթն օգտագործել է հարվածներ հասցնելու համար, որպեսզի զգոնությունը բթացնի։ Եվ գրեթե օր չի եղել, որ Իրանի հետ կապված թեմային չանդրադառնանք և բոլոր ուղղություն Իրանից հնչող կարծիքներ, Միացյալ Նահանգներից, Իսրայելից, որովհետև մեր հարևանն է և պատկերացնում եք մեր համար դա ինչքան կարևոր է և վերջապես դա տեղի ունեցավ, հիմա հասկանանք ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ԱՄՆ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին, վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները։ Մենք պատրաստվում ենք ոչնչացնել նրանց հրթիռները և հողին հավասարացնել նրանց հրթիռային արդյունաբերությունը։ Այն կոչնչացվի։ Մենք կոչնչացնենք Իրանի ռազմածովային նավատորմը, համոզվենք, որ պրոքսին այլևս չի կարող հարձակվել մեր ուժերի վրա։ Երաշխավորում ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Նորից ասեմ, նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, ասել է Դոնալդ Թրամփը։ Դիմելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ողջ ոստիկանությանը հայտարարում եմ, որ դուք պետք է վայր դնեք զենքը և ստանաք լիակատար անձեռնմխելիություն, կամ որպես այլընտրանք ձեզ հաստատ մահ է սպասվում, այդ պատճառով զենքը վայր դրեք։ Թրամփն իր ուղերձում կոչ է արել իրանցիներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ ԱՄՆ ռազմական գործողության ավարտից հետո նա կլինի ձերը, սա հավանաբար ձեր միակ հնարավորությունն է շատ սերունդներ առաջ տանելու համար, ասել է ԱՄՆ նախագահը։ Հիշում եք, որ վերջերս մի քանի օր ստիպված մի քանի անգամ անդրադարձել եմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցին Իրան, մինչև այդ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարություններ արեց ռազմավարական գործընկերության մասին Իրանի հետ, որ շուտով կգնանք, փաստաթուղթ կստորագրենք, պատմում էին, թե ինչքան, ասենք, այս իշխանության հետ ինչպիսի ծրագրեր ունեն և այլ, պարբերաբար ասում ենք ժամանակ է քթել դրա հետ կապված, բայց Սուրեն Պապիկյանի այցելությունը այս օրերին անհավանական արտառոց բան էր և բոլոր տրամաչափի պաշտոնյաների հետ հանդիպումներ, բոլորի հետ քննարկումներ, ռազմատեխնիկական համագործակցություն, պաշտպանական համակարգում սա, այն դեպքում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկացած պահի կարող է հարվածի։ Եվ նույնիսկ այնքան էր հարցը լուրջ, որ մարդիկ արդեն գիտեն իմ սովորությունը, եթե հարցը չափազանց լուրջ է, ես արդեն հումորով ու սարկազմով եմ դա բնութագրում, որ գոնե գնա գլուխները մտնի, գոնե հասկանան ինչ է կատարում, որովհետև Իրանի հետ կապված ամեն ինչ չի, որ կարող ես պարզ ասել, որովհետև հա ես պաշտոնյա չեմ, շատ ավելի ազատ կարող եմ խոսել, բայց ի վերջո էլի մեր հարևան պետությունն է, որը շատ լավ ուսումնասիրում է, թե ստե ինչ կարծիքներ են հնչում այդ ամեն ինչի հետ կապված։ Եվ ասում էի անգամ, որ Սուրեն Պապիկյանը հիմա, որ ընդեղ է Տրամփը գլխի ձեռքա վերցրել է, որ Իրանին հարվածի, մինչև Սուրեն Պապիկյանը դուրս չգա, նոր կհարվածի, իսկ տենց էլ եղավ, Պապիկյանը դուրս եկավ, որ նոր Տրամփը հարված է, դե պարզ է, բայց բացատրում էին, որ այ ընկերներ, որ գնացել ես ընդեղ, դու գիտես, որ Իրանն ու Իսրայելը հարվածելու, Ամերիկան ու Իսրայելը հարվածելուց առաջ ուսումնասիրում են, որ պաշտոնյա հետ որտեղ հանդիպեցին, որին ոնց պետք է ոչնչացնեն, նրանց գրասենյակներին են հարվածում, նայում են այդ ամբողջ գծերը ստուգում են ինչա կատարում են, չի եք գնացել մտել այդտեղ։ Ոստեղ խնդիրն ամենևին նա չի, որ ասենք, այն չի, որ ասենք մարդը ասի, Ամերիկան է ճիշտ, թե Իսրայելը, թե Իրանը, լա դա դնենք մի կողմ, դրա մասին կխոսենք։
Մեր պարագայում մենք պետք է կարողանանք այդ չեզոքությունը պահենք, մենք չենք քննարկում նա ճիշտ թե նա սխալ։ Մեր այդ պահին դրա մեջ ներքաշվելն ու Ամերիկային ասել, որ մենք գնացել ենք Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցում ենք, հեռանկարային պլաններ ունենք, բա այն Ամերիկայի հետ չէք 99 տարով պայմանավորվել ձեր անվտանգությունը կապել Ամերիկայի հետ։ Այդ Ամերիկան չի ստուգում, թե Իրանի հետ կապված որ պետությունից ինչ գործողություն են անում եւ ինչ են քննարկում։ Այդքան անտեղյակ եք այս երկրից ու այս աշխարհից։ Իսկ դրա համար այդ ոչ adekvat վիճակը նաև նա էր, չէ, որ այսօր տարածվեց լուր, որ գնում Նիկոլ Փաշինյանը, այսօր գնում ենք Արմավիրի եւ Արարատի մարզ, այս մասին ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնելով, որ մեկնարկում է քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավը։ Քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություն կկիսենք նրանց հետ եւ այդպես շարունակ, նշել է Փաշինյանը։ Այն որ լարվածությունը տենդենսը բացարձակ ոչինչ չեն հասկանում ու առավոտ վեր են կացել ճամփա են ընկել, էդ էլ հասկացանք։ Լավ, գիտենք ում հետ գործ ունենք։ Բայց լավ ավտոբուսով գնալու ժամանակ, որ իմացաք, որ Իրանի հետ ինչ որ բան ա եղել, էլի շարունակեցիք ձեր այցելությունները, նախընտրական պերաշկին կերակ, որ մարդիկ ասեն մերն է, այ մեր նման մեկն է, բայց ձեր նման մեկը ինչի պետք է այս երկրի ղեկավարը լինի։ Ոնց է քթե որ են ձեր նման մեկը պետք է լինի։ Պետք է լինի լավից լավը, որ կարողանա երկիրը ղեկավարի ու բոլորին էլ պահի։ Երկիրն էլ պահի, ձեզ էլ պահի։ Պետությունն էլ ապագա ունենա։ Ձեր նման մեկին դուք սկի ձեր բանը ֆերման չեք վստահի։ Ձեր նման մեկին ասում եք, վայ, մեր նման պերաշկի ուտող է, թող ինքը գնա վարչապետ լինի։ Էսա ձեր մակարդակն ու պատկերացումը, բայց դա թարաստեիք հետ գայիք։ Հետ գայիք, ասեք Ժողովուրդ ջան, ինչ որ բան ա կատարվել, հետ են գալի։ Այդ ընթացքում Իրանի հետ կապված հարվածը Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է անում։ Իսպանիայի վարչապետը հայտարարություն անում, Ֆրանսիայի նախագահը հայտարարություն է անում, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարություն է անում, Գերմանիայի կանցլերը հայտարարություն է անում։ Անվտանգության խորհուրդը որոշում է ՄԱԿ-ը անվտանգության խորհրդի նիստ անի։ Հայաստանը չէ, Ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը։ Բայց չգնանք մի հատ նարդի գլոր։ Ու կարևորը որպեսի արդարացնեն իրաց ոչ adekvat ողորմելի վիճակը, ասում են, ինչ ա ուզում եք մենք պատերազմի մեջ ներքաշված ենք, տեսեք պատերազմը մեզ չի վերաբերվում։ Պատերազմը մեզ չի վերաբերում, մեր հարևան երկրում պատերազմ է։ Անպայման պատերազմը պետք է հերթերել մեզ խփի, որ մեզ վերաբերվի։ Բայց Կանադային որ վերաբերվում է, ինչա հրթիռը Կանադային կպել է, որ նա հայտարարություն է անում։ Էս աշճանի եք անտեղյակ։ Հարևան երկրում կատարվող պատերազմը դες չի վերաբերում, որովհետև դուք պատերազմի մեջ ներքաշված չեք։ Խոսքը ընդհանրապես ներքաշվածի մասին չէր։ Խոսքը դրա հետևանքների մասին էր, որի տակ կարող է Հայաստանը հայտնվի։ Դրա համար Հայաստանի արտգործնախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում եւ Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները եւ հետեւել պաշտոնական ցուցումներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացման։ Բացան բան են ասել, հիմա տեղեկատվությունը թարմացնում են։ Չկա մի երկիր, որը հայտարարել է իր քաղաքացիներին անմիջապես դուրս գալ Իրանից, ես դա ձեզ համար չեմ կարդացել, որպեսզի դուք հարցի լրջությունը պատկերացնեք։ Այս երկիրն ասում է անմիջապես, քանի անգամ էլ ասել եմ, մերոնք այնտեղ Հայաստանի քաղաքացի չկա, ինչի՞ չեք ասում դուս եկեք։ Դուք չեք հասկանում ինչ ա կատարվում։ Հիմա ինչ են ասում։ Իսրայելում եւ Իրանում գտնվող քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները։ Շտաբ դուրս գալու մասին խոսք չկա, արդեն ուշացել է, կարող է դուրս գալուց խփեն։ Եվ հետևել պաշտոնական ցուցումներին։ Այսինքն պատկերացնում եք, ասենք մարդը մի հատ հրթիռով գալիս է իր վրա, ասում է լա մի րոպե մի հատ միանամ տեսնեմ Հայաստանի արտգործնախարարությունն ինչ է հորդորում, կա մի հատ իմանանք թե ինչ ենք անելու։ Այսինքն դուք լավ հարմար թաքնվեք, տեսեք թե իշխանությունն ինչ խորհուրդ է տալու, որտեղ ինչ կա, ապաստարան կա, գնացեք մտեք եւ ամենակարևորը, որ ասում եմ մենք ինչ ենք անում, ուսումնասիրում ենք, էլի այդ շարունակելու ենք մշտադիտարկումը, որտեղից եք մշտադիտարկում։ Նիկոլ Փաշինյանի քարոզչական ավտոբուսի մեջից, որի մեջ նստած էր Արարատ Միրզոյանը, այմար դուք էսինչ ուսումնասիրող եք։ Այդ պերաշկի ուտելուց եք ուսումնասիրում։
Պաշտպանության նախարարով, արտգործնախարարով, վարչապետով։ Մայլ ստիպված գոնե ասպեն անվտանգության խորհուրդն էլ Հայաստանի մի հատ հավաք է կազմակերպել, այն էլ ոչ թե անվտանգության խորհրդի նիստ, որտեղ անվտանգության խորհրդի անդամները բաներում էին, ճամփեքին էին, քարոզչական ավտոբուսում էին։ Չէ, ուղղակի ինձ հավաքվել են ինչ-որ բան են քննարկել։ Էդ էլ որ հանկարծ չասեն, ժողովուրդ ընդհանրապես տեղյակ չէ, այս աշխարհում ինչ է կատարվում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. Իսրայելը կանխարգելի չարված է հասցրել Իրանին Իսրայել պետությանն ուղղված սպառնալիքները վերացնելու համար։ Իրանի արտգործնախարարությունը պաշտոնապես մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին ագրեսիայի մեջ, հայտարարելով, որ իրանական քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներին հարվածները հասցվել են դիվանագիտական գործընթացի ժամանակ, այսինքն բանակցությունների process-ում։ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կրկնակի ռազմական ագրեսիան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիվանագիտական գործընթաց էր ընթանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտում են եւ հասցվել են երկրի քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին լքել է Թեհրանը եւ տեղափոխվել անվտանգ վայր։ Իհարկե լուր տարածվեց, որ Այաթոլլահ Ալի Խամենեին իսրայելական ծառայությունները վերացրել են, սպանել են, բայց դա Իրանից չհաստատեցին, բայց ամեն դեպքում ենթադրենք դա այդպես լինի։ Դրանով ինչա վերանալու է ամեն ինչ, շարունակություն չի լինելու, նրա տեղը մի ուրիշը չի ընտրվելու։ Դուք հարցը լուծել եք, որ Իրանին նենց պարալիզեք, որ պատասխան հարված չստանաք։ Եթե Ամերիկան Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփը մտածում էր, որ եթե ինքը մի քիչ ձգձգվող պատերազմի մեջ մտնի, կոնգրեսը կարող ասեց ինչի մեջ ես մտել։ Իրան պետք էր Իսրայելը հարվածի, ինքը գնա իր բարեկամի թիկունքին կանգնի, որ ասի դե մի բարեկամը կռվի մեջ է, բայց չգնամ թիկունքին կանգնեմ։ Բայց այդ հարցը արագ լուծի, եթե արագ չի լուծում, դա խնդիր է առաջացնում։ Պատասխանները խնդիր է առաջացնում։ Իսկ ի վերջո լավ, ենթադրենք Այաթոլլահ Ալի Խամենեին էլ մեռավ, ինչ։ Ապրիլի 19-ին կլինի 87 տարեկան, ինչ։ 87 տարեկան մարդը կարող է այս առիթով չմեռներ, ուրիշ առիթով մեռներ։ Այդ փոփոխությունը դա բերում է իշխանափոխության տապալման։ 87 տարին իրանց համար տենց հատուկ ֆիքսված տարի է։ Իմամ Խամենեին մեռել է 87 տարեկան հասակում։ Ինչա, նրա տեղը Ալի Խամենեին չեկավ։ Հարցը լուծված չի։ Անկախ նայից վերացրել եք, թե չեք վերացրել, թե չէ այդ տարիքի մարդը կարող ինքը Իրանով էլ այս աշխարհին հրաժեշտ տար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. Իմ եղբայրներն ու քույրերը Իսրայելի քաղաքացիներ ոչ վաղ անցյալում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները սկսեցին գործողություն վերացնելու Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող էգզիստենցիալ սպառնալիքը։ Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամ նախագահ Դոնալդ Թրամփին իր պատմական առաջնորդության համար 47 տարի Այաթոլլահի ռեժիմը բղավում էր մահ Իսրայելին, մահ Ամերիկային, նա թափեց մեր արյունը, սպանեց շատ ամերիկացիների եւ ոչնչացրեց սեփական ժողովրդին։ Այս մահաբեր ահաբեկչական ռեժիմին կարելի է թույլ տալ զինվել միջուկային չի կարելի թույլ տալ բանը զինվել միջուկային զենքով, որը թույլ կտա նրան սպառնալ ողջ մարդկությանը։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի Իրանի խիզախ ժողովուրդը իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի։ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը, պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուչները եւ ահվազիները թոթափեն բռնակալության լուծը եւ ստեղծեն ազատ եւ խաղաղասեր Իրան։ Իհարկե նա ուշտու միտքը նա է, որ կատարվի իշխանափոխություն, որի պարագայում ուղղակի պատերազմը դադարի, որտեղ եթե պատերազմը չդադարեց, դա խնդիր է նաեւ Իսրայելի համար, եթե պատերազմը չդադարեց, խնդիր է նաեւ Թրամփի համար։ Իհարկե, եթե ուժերի հարաբերակցությունը նայենք, Ամերիկան Իրանից իհարկե ուժեղ է, բայց խնդիրը նա է, թե ինչ ձևով կհասնի այդ հաղթանակին եւ որի պարագայում ինչ հետևանքներ կունենա նաեւ Ամերիկայի նախագահի համար, որը արժևում նրա ընտրությունները նոյեմբերի 3-ին։ Արաբական Միացյալ Էմիրությունները իրանական հրթիռներ է որսացել, ինչի արդյունքում Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել։ Աբու Դաբիի որոշ շրջաններում հզոր հարվածների ձայներ են լսվել, 5 հաջորդական հարվածի ձայներ են լսվել Ալ-Ղաֆրա եւ այլ առանձին պայթյուններ Դուբայի Մարիանա շրջանի։ Կատարի պաշտպանության նախարարությունը ներերթին հայտնել է Դոհայի ուղղված հրթիռների խոցման մասին։
Իրանցի լրագրողի օրագիրը Տելեգրամյան ալիքը հրապարակել է ամերիկյան այն ռազմաբազաների ցանկը, որոնք ըստ ռեսուրսների տեղեկությունների տարածաշրջանում իրանական հրթիռների թիրախ են դարձել եւ դրա նյութերը տարածվում էր արդեն Միացյալ Նահանգների բազային հարվածելը։ Իսկ ալիքի տեղեկությունների այդ ցանկում ներառվել են Քաթարում գտնվող Ար-Ուդեյդ ռազմական բազան, Քուվեյթում գտնվող Ալ-Սալեմ ռազմաօդային բազան, Բահրեյնում գտնվող եւ ԱՄՆ 5-րդ նավատորմի բազան եւ Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Ալ-Դաֆրա ռազմաօդային բազան։ Լրատվամիջոցները հայտնում են վերանշված բոլոր երկրներում եւ վերջիններիս մայրաքաղաքներում իրականացված պայթյունների մասին։ Իհարկե այդ երկրները նաեւ ասել են, որ մենք մեծ իրավունք ենք վերապահում պատասխան հարված հասցնել Իրանին, բայց դեռ չեն շտապում այդ պատասխան հարվածները հասցնի Սաուդյան Արաբիան անգամ ասել է, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աջակցի այդ պատերազմին, բայց դեռ այդ երկրների կողմից կոնկրետ գործողություն չի կատարել։ Առայժմ Միացյալ Նահանգները հարվածել է, Իրանը պատասխան հարված է տվել։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասում է. Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար։ Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական եւ որոշիչ, ստիպելով օրինախախտերին զղջալ իրենց հանցավոր գործողությունների մասին։ Ինչու են այս մանրամասը այդ ամեն ինչին անդրադառնում, որ մենք պատկերացնենք, որ այս process-ը այսօրվանով չի ավարտվում։ Դոնալդ Տրամփը կոչ է արել զենք վայր դնել այսօր երեկոյան մինչեւ գիշեր։ Ենթադրենք դա չստացվեց, այսինքն դա շարունակություն է ունենալու։ Իսկ այդ շարունակությունը չի կարող մեզ չանհանգստացնել։ Առավել ևս մեզ անհանգստացնում է, որ իշխանություններին չի անհանգստացնում։ Ու ընդհակառակը իրանք էսենց բան են հեգնում են, էլի, տեսակ մեզ պատերազմ չեղավ մեր մոտ, մենք չներքաշվեցինք։ Դուք հասկանում եք իրանց ադեկվատության մակարդակը։ Իրանը հրթիռներ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն միջուկային ավիակիրի ուղղությամբ, պայթյուններ են տեղի ունեցել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում եւ Հորդանանի մայրաքաղաք Ամանում։ Իրանը բալեստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկա օբյեկտների վրա։ Բահրեյնի Ջուֆա շրջանում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում ծուխ է երևում։ Բահրեյնը հաստատել է իր տարածքում հասցված հարվածների մասին տեղեկությունները։ Ինչպես տեսնում եք, Դոնալդ Տրամփը նաև ասում էր, այո, մեր մոտ էլ զոհեր կլինեն, դե պատերազմը զոհեր է ալնում, այսինքն ինքը չէր մտածում այնպեսի փայլուն հաղթանակ տանելու, ինչպես ինքը մտածում էր Վենեսուելայի նման կգնա Նիկոլաս Մադուրոին կվերցնի ու կբերի եւ հարցը կավարտվի։ Ինքը հասկացավ, որ դա այդպես չի ստացվելու։ Դա նշանակում է process, դա նշանակում է, որ ինքը պատասխան հարվածի պատրաստում էր, բազաներից մարդկանց տեղափոխում էր, դեսպանատնից աշխատողներին տեղափոխում էր, այսինքն լրջությունը պատկերացնում էր, որ Իրանը Վենեսուելա չի։ Այդ ամեն ինչը մենք էլ ենք չանհանգստանում, որ այո, Իրանը Վենեսուելա չի։ Եվ եթե որևէ ձևով Ամերիկային չհաջողվի Իրանին պարտադրի ինչ-որ մի բան, դուք պատկերացրեք, թե Իրանը ոնց է Հայաստանին պարտադրել, ասի դու էլ քու թրիպնել, ստեղեք չերևակ։ Այդ դա խնդիր է մեզ համար, չէ՞։ Ու այնպես էլ չի, որ մենք ասենք, եթե Միացյալ Նահանգները ջախջախի հաղթանակ տանի եւ Իրանում լինի պրոամերիկյան իշխանություն, մենք լրիվ բավարարված ենք։ Ես կոնկրետ գտնում եմ, որ ես դրանից շատ գոհ կլինեմ, որտեղ ես գտնում եմ մեր ապագան Եվրամիությունն է, եվրոպական արևմտյան ընտանիքը, բայց դա այնպես չի, որ մեր իշխանությունները Ամերիկայի գործընկերն են, որ ասենք էս ինչ լավ է, Ամերիկայի գործընկերը կլինի մեր հարևան Իրանը, մենք ինչ խնդրեմ ունենք։ Ամերիկայի գործընկերը Ադրբեջանն է, Ամերիկայի գործընկերը Թուրքիան է։ Մենք դրանից ոչինչ չենք շահելու, եթե Ամերիկայի գործընկերը նաեւ լինի Իրանը, որտեղ մենք չենք Ամերիկայի գործընկերը։ ԱՄՆ պատերազմի նախարարությունը Իրանի դեմ գործողությունն անվանել է էպիկական զայրույթ, Իսրայելը Իրանի տարածքում ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներն անվանել է առյուծի մռնչոց։ Դե մի սրանք արդեն դերի մեջ են մտել, անունների մրցակցություն է էլի սկսվել։ Իսրայելը մահապործ է իրականացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի դեմ, թիրախում եղել են ողջ իրանական վարչակազմը, ներառյալ Խամենեին։ Իհարկե չմոռանանք, որ այս են Մասուդ Փեզեշքյանն էր, որի հետ դեգնաց Սուրեն Պապիկյանը հանդիպեց, ասեց արխային թիկունքիդ կանգնած են, քանի ես տեղ եմ, դու պրոբլեմ չունես։ Պատկերացնում եք, չէ՞։ Նախագահի նստավայրին են հարվածում, տարբեր մարդկանց նստավայրին են, հողին են հավասարացնում Ալի Խամենեի նստավայրը։ Հայաստանը պաշտպանության նախարարը ուղարկում էլի։ Իսկ դուք խաբար եք, որ նախապելու։ Թրամփը տվել էր օր, այդ օրը չի լրացել այդ 15 օրը։ Հանկարծակի վերեց հարվածեց։ Դուք ինչ գիտեիք երբ էր, կարող է մի օր առաջ էր լինելու։
այդ աշճանի եք ոչ adekvat էս աշխարհում կատարվողին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է. Կանադան աջակցում է Միացյալ Նահանգների գործողություններին Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու եւ նրա ռեժիմի կողմից միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքների կանխարգելման համար։ Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիներին եւ կանադական դիվանագիտական առաքելություններին ամբողջ տարածաշրջանում պաշտպանելու համար։ Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքա Դոնալդ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ, պետք է իրան անհարմար զգա, որ նույնիսկ այս պարագայում, նույնիսկ որ միանշանակ չի Թրամփի գործողությունները, նույնիսկ որ Թրամփի գործողությունները շատերը դատապարտում են, նույնիսկ եվրոպական երկրները չեն արդարացնում այդ տարածը, բայց Կանադան իր թիկունքին կանգնած է իր վարկանիշին հարված հասցնելու գծով։ Ի կառավոտից իրիկու այդ Կանադային անուն է ստեղծել։ Դե դուք ով եք, ես եմ ձեզ պահում 51-րդ նահանգ դառնաք, էս անեք, այն անեք։ Այս կարգի է, քո անգամ ոչ ճիշտ քայլի դեպքում այդ մարդը թիկունքիդ կանգնած է։ Իսրայելի զինվորականները Իրանի կողմից հրթիռային հարվածների նոր ալիք են ֆիքսել, հակաօդային պաշտպանության ուժերն անցել են օդային թիրախները որսալու գործողությունների։ Երկրի մի շարք շրջանների բնակչությունը նախազգուշացվել է ապաստարաններում թաքնվելու անհրաժեշտության մասին։ Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նստավայրի փլուզման արբանյակային կադրերն են ցուցադրվել, որոնք ցույց են տալիս համալիրի փլուզման շենքերը, որը սովորաբար ծառայում է որպես Խամենեիի նստավայր եւ բարձրաստիճան պաշտոնյաների հյուրընկալման հիմնական տարածք։ Այս է հիմա իրավիճակը, դուք պատկերացրեք, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լուսանկար է հրապարակել, գրելով, որ աղջիկների նախակրթարանն ավերված շենքն է։ Այն հրետակոծվել է օրը ցերեկով, երբ լի էր երիտասարդ աշակերտներով։ Միայն այս վայրում տասնյակ անմեղ երեխաներ են մահացել։ Իրանի ժողովրդի դեմ այս հանցագործությունները անպատասխան չեն մնա, գրել է նախարար Արաղչին։ Ինչպիսի բարի նպատակներով էլ ցանկանաս պաշտոնան կանես այսօրվա կրոնապետությունը, այնուամենայնիվ օրը ցերեկով են էլ Իսրայելի պարագայում, Ամերիկայի պարագայում, որ նրանք կարող են կետային հարվածներ հասցնել, այդ երեխաների նախակրթարանին հարված հասցնեց, որ նախադական հաշվարկով դեռ հաշվում են 53 երեխա զոհվել, որևէ արդարացում դա ունի, դա այդքան նախապատրաստվել է կետային հարված հասցնել։ Այդ նախակրթարանը բաններ, Խամենեիի նստավայրներ։ Այսինքն պետք է գոնե մարդկային տեսք ունենա, էլի այդ ամեն ինչը։ Եվ որ շատ դեպքերում ներողություն։ Ինչ որ հույսեր են պահում, թե այդ Թրամփը այսպես կանի, այնպես կանի, մի անհանգստացնեք, բաներ ունենք պայմանավորված այս կողմ, այն կողմ, այդ ում վրա եք այդ հաշվարկները անում։ ԱՄՆ կշարունակի օդից և ծովից մասշտաբային հարվածներ հասցնել Իրանին, մինչդեռ Իսրայելի առաջնորդը պնդում է, որ այդ հարձակումներն ուղղված են գոյաբանական սպառնալիքի վերացմանը։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իսրայելական և ամերիկյան ռազմական թիրախները խոցվել են իրանական հրթիռների հզոր հարվածներով։ Գործողությունը շարունակվելու է անխոնջ կերպով։ Իհարկե իրանցիները հայտարարում են, որ հարյուրավոր զինվորներ են զոհվել Ամերիկայի, դա ստույգ որևէ մեկը չի հաստատել, ուղղակի իրանք իրանց կարծիքն են ասում, մենք նույնիսկ չգիտենք այդ բազաներում իսկապես այդ հարյուրավոր զինվորները մնացել են, թե բավական մարդկանց տեղափոխել են, համենայն դեպս չճշտված ինֆորմացիա, ուղղակի ասում են ինչ որ ասում են։ Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է. Նեթանյահու և Թրամփի պատերազմն Իրանի դեմ անօրինական է և ոչ լեգիտիմ։ Թրամփը ամերիկյան ամենից առաջ կարգախոսը վերածել է Իսրայելն ամենից առաջ կարգախոսի, ինչը միշտ նշանակում է ամերիկան վերջին հերթին։ Այսը հատուկ ինքնահասում է նրա համար, որպեսզի այս ամեն ինչը արագացնում էր Իսրայելը, երբ որ ասում ենք, որ Իսրայելը համարում է, որ ժամանակը ի վնաս իրան է աշխատում, եթե Ամերիկան վճռական հարված չհասցնի, այդ է խնդիրը առաջանալու, որովհետև այդ հրթիռները ստեղծելու են եւ այլ, իսկ երկաթյա գմբեթը ցույց տվեց, որ այդքան էլ արդյունավետ չի, եթե ինտենսիվ հարվածներ են հասցվում։ Այսինքն Իսրայելը պարտադրում է, որպեսզի ամերիկան հարվածներ հասցնի, եւ պատահական չէր, երեք էր առաջորդն էլ ասում ենք, երազում էր Դոնալդ Թրամփը դառնա Իսրայելի վարչապետ, բայց հիմա Բենյամին Նեթանյահուն դարձել է Ամերիկայի նախագահ։ Եվ նա թելադրում, թե ինչ պետք է անի Ամերիկան։
անպայման չի որ դա ասեր Արաղչին, Աբբաս Արաղչին, որ մենք համարենք, որ այդպես է, որովհետև մենք հասկանում ենք, որ սա Թրամփի վրա պարտադրված հարձակում էր, որ ժամանակը ի վնաս մեզ է աշխատում, բայց պետք է կարողանաք դրա տակից դուրս գաք, եւ ամենակարևորը մենք խնդիր չունենանք, ամենաշատ դա է հարցը։ Մեր հզոր զինված ուժերը պատրաստ են եւ դաս կտան ագրեսորներին, ինչին նրանք արժանի են։ Հանցագործություններն Իրանի ժողովրդի դեմ անպատիժ չեն մնա։ Այդ արտգործ նախարարն է ասել Աբբաս Արաղչին։ Հիմա անվտանգության խորհրդի մասին ասենք։ Ռուսաստանն ու Չինաստանը պահանջել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել։ Այն կկայանա Երևանի ժամանակով կեսգիշերն անց։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու կոչով հանդես է եկել նաև Ֆրանսիան։ Եվ իդեպ այնպես է, որ հերթական անգամ Իրանը հիմա էլի նա չի կարող պահանջի, որ Ռուսաստանը պետք է իրան ռազմական աջակցություն ցուցաբերի, բայց նաև հասկանում է, որ Ռուսաստանն ասում էր, չէ, հենց կանենք չի հարձակվի, Թրամփի հետ կխոսանք, կհամոզենք, որ չհարձակվի, դե Իրանը մեր գործընկերն է, Իրանն էլ հույսը դնում էր Ռուսաստանի վրա, հարցը նա չի, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը արդյունավետ չեն, այդ նոր չի, որ գիտենք, բայց նաև իր խոսքը ոչինչ չարժե, ինքը ոչ թե կշիռ ունի, որ Թրամփին ինչ-որ բան ասի, Թրամփը անի, իր կշիռը նա է, որ Թրամփին ձեռնտու է, որ Պուտինը որպես մումիա իրան սենց պահեն բալզամի մեջ, եւ որ ինքը մնա Ռուսաստանի նախագահ, որպես ինքը նախագահ որ չլինի, նրա հետ աշխատի, բիզնես անի։ Իրան պետք չի քայքայված Ռուսաստան կամ իրան պետք չի, որ Պուտինը փոխվի, մեկ ուրիշը գա եւ ասի, ես արևմուտքի հետ հարաբերությունս կարգավորում եմ, բացենք սահմանները, աշխատենք Ուկրաինայի ռեպարացիան վճարենք, բացենք, եկեք ներդրումներ արեք, եկեք առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա բերեք, հա դա Թրամփի ինչին է պետք։ Ենթադրենք Ամերիկան դառնում է եվրոպական ուղղություն բռնող կամ ամերիկյան ուղղություն բռնող Ռուսաստանի գործընկերը։ Թրամփի դա ինչ։ Դա Թրամփի բիզնեսին օգնելու է։ Թրամփին պետք է որ իրան Պուտինը խոստանա ինչ-որ բան։ Այն Պուտինը, որ հավանաբար ինչ-որ բաներ է խոստացել, դե տեսեք ես ոնց եմ կարողանում հարցեր լուծել Թրամփի հետ։ Դու Թրամփի հետ հարց չես լուծում։ Դու ուղղակի միակ մարդն ես, որ որպես օլիգարխ, որպես դիկտատոր ձեռք ես տալի Թրամփին։ Երբ որ ինքը նախագահ չլինի։ Որոշ խոշոր նավթային ընկերություններ եւ առաջատար առևտրի տներ դադարեցրել են հում նավթի վառելիքի եւ հեղուկացված բնական գազի մատակարարումը Հորմուզի նեղուցով, քանի որ ԱՄՆ եւ Իսրայելը հարվածում են Իրանին, իսկ Թեհրանը պատասխան միջոցներ է ձեռնարկում։ Իդեպ Ամերիկան էլ է զգուշացել, ասա մենք ձեր անվտանգությունը պահել չենք կարող։ Իսկ Հորմուզի նեղուցով պատկերացրեք արաբական երկրների նավթի ինչ պաշար է դուրս գալիս, Պարսից ծոցից գալիս է, գնում է Օմանի ծոցով, գնում դեպի Արաբական ծով եւ գնում դեպի Հնդկական օվկիանոս։ Այսինքն այստեղ խնդիրը նա է, Ամերիկան երաշխավորը չի կարողանում երաշխավորի, բայց եւ միևնույն ժամանակ Իրանն էլ դա փակելով խնդիր է առաջացնում արաբական երկրների համար։ Հիմա Դոնալդ Թրամփը եթե հանկարծ որոշի ճարպկություն անի, այսինչ լավ է արաբական նավթի դեմը կփակեն, ես կփորձեմ վենեսուելական կեղտոտ նավթը ծախեմ, որովհետեւ նրա որակական հատկանիշները բարձրացնելու համար մեծ ծախսեր է պետք եւ այդ դեպքում էժան չես կարող վաճառել, այդ առիթը օգտագործի, դա կարող է դուրս չգա, որովհետեւ արաբական երկրները բավական լուրջ ձևով աշխատում են Միացյալ Նահանգների հետ, լուրջ ներդրումներ են անում, լուրջ պարտավորություններ են վերցնում, լուրջ պայմանավորվածություններ ունեն, պետք չի որ ասենց այդ քայլով հանկարծ նրանք հասկանան, որ Ամերիկան շահագրգռված է, որ իրանք չկարողանան իրանց նավթը արտահանել։ Հանկարծ եթե դա զգան, դա էլ կարող է լարվածություն առաջացնի Ամերիկայի դեմ։ Հազիվ է Դոնալդ Թրամփը փորձում ինչ որ ձևով պահպանի այդ գործընկերությունը, մանավանդ որ բոլորի վրա հարձակված, բոլորի մուննաթ է գալի, բոլորից բաներ է ուզում եւ այդ պարագայում համենայն դեպս գոնե այդ մարդիկ իր գործընկերներն են, էլի։ Պետք է համոզվեն, որ սա Իրանն է փակել, ոչ թե Ամերիկային ձեռնտու է։ Հա, հիմա մի քանի բան ուղղակի արագ անդրադառնանք, երեք որ խոսում էինք, երբ որ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվել են եւ այլ, բացատրեցինք, որ մասն նրանց անձնական կյանքը, որը մեզ չի հետաքրքրում, որ խառնվենք, բայց որ նա որ պետությանը իսկապես հետաքրքրում է, դրա մասին խոսեցինք, իհարկե մարդիկ կան, որոնք ասում են
չէ ամեն դեպքում ինչի պետք է մենք հետաքրքրվենք իրանց կյանքով եւ այլ, ես բացատրեցի թե ինչ ասել է իրանց կյանք, դրա համար այդ չեմ ուզում կրկնեմ, բայց ուղղակի նաեւ ուզում եմ ասել, որ եթե այն մարդիկ, ովքեր գոնե մտածում են իսկ անձնական կյանքին խառնվելու իրավունք ունեն այս պարագայում, թե ոչ, մի հատ բան ուղղակի հիշեցնեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ կարգախոսով էր հանդես գալիս, որը ողողել էր ամբողջ քաղաքը իր պաստառներով, բաներներով, բիլբորդներով, ինչ էր անում, Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Դուք ձեր գրպանից վճարում էիք, որ ինքը սա իր խոսքը սեստաներ բաժաներ, տպեր, բաժաներ ու ասեր իմացեք, հա, սա է մեր պատկերացումը, իմ պատկերացումը սա է, որ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Եթե դու նման բան ես ասում, որ քո համար Հայաստան պետությունը համեմատում ես քո օջախի հետ, ժողովուրդը քո ընտանիքի հետ, ուրեմն մարդը արդարաբար պետք է նայի իսկ ինչ վիճակում է քո օջախն ու ընտանիքը, որպեսզի իմանա որն է քո վերաբերմունքը մեր Հայաստան պետության նկատմամբ։ Եթե դու նաև անգամ ասեիր, որ Հայաստանն իմ մեքենան է, ժողովուրդն էլ իմ ավտոտնակն է, մարդիկ առավոտից իրիկու կուսումնասիրեն, թե քո ավտոտնակը նորմալ բարեկարգ վիճակում է, թե չէ, եւ քո մեքենան նորմալ լվացած, նորմալ վիճակի ամեն ինչ տեղը տեղին, թե չէ։ Այլապես քեզ կասեն, եթե այս ավտոտնակն ու այս մեքենան չես կարող պահես, դու երկիր ոնց կարաս պահես։ Եթե դու դա համեմատում ես քո ընտանիքի հետ, ամեն մարդ առավոտից իրիկու պետք է ուշադրություն դարձնի, տեսնի, ինչպիսին է քո վերաբերմունքը քո օջախի նկատմամբ, որ իմանա, որ այդպիսի վերաբերմունք էլ ունես պետության նկատմամբ, եւ նայելով թե ինչ է կատարում, պետք է ասի, սա չի կարա երկիր ղեկավարի։ Մի զարմացեք ու մի մեղադրեք մարդկանց։ Այս կարգախոսը ժողովրդի վզին փաթաթել է Նիկոլ Փաշինյանը, ասել է ուսումնասիրեք իմ օջախը, իմ ընտանիքը, որպեսզի իմանաք, թե ես ինչպիսի վերաբերմունք ունեմ պետության նկատմամբ։ Հիմա իմացաք ինչպիսի վերաբերմունք ունի։ Այնպես որ իրանք են տվել այդ թեման ձեր հարկատուների փողի հաշվին։ Մեկ էլ քանի որ հիմա այս ընտրությունների թեմայի հետ կապված նորից մի կարճ անդրադառնամ, որովհետև հիմա տեսնում եք ինչպիսի պայքար է գնում, նաև իշխանությունները իրանց ավտոբուսով գնացել են, տեսնում եք են միլիարդատերները ինչ են անում, այդ ամեն ինչը տեսնում եք, բնական է, դուք հասկանում եք, որ մենք էլ հստակ ձևով մեր քայլերն ենք անում, ինչ որ մեր ուժերի ներածի չափով կարող ենք անել, եթե հնարավորություն ունեք մեզ օգնելու, ի նկատի ունեցեք, որ տարածեք մեր նյութերը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք լայք կոճակը, զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, զանգեք ձեր ծանոթներին, ասեք, որ իրանք էլ ծանոթանան, նյութեր ուղարկեք, անպայման բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, ընդեղ էլ բավական հետաքրքիր ինֆորմացիաներ է տարածում ընդեղով, Facebook-յան իր էջին, բաժանորդագրվեք, պատկերացում ունեցեք, որ այցելություններ էլ ալինում, ուղիղ հեռարձակմամբ նաև ինֆորմացիաներ է տրվում, ինչա կատարվում, նրանք ովքեր ցանկություն կունենան աջակցություն ունենալ ֆինանսապես մեր ալիքին, կայքին, որտեղ պատկերացնում եք, ասենք ինչ ծավալի գործ ենք փորձում անել եւ այս անհավասար մրցակցության պայմաններում եւ արագ փոխանցման եւ բանկային փոխանցման եւ բոլոր կարգի տվյալները կա եւ բանի տակ բոլոր նյութերի նկարագրական մասում, բայց բացի դրանից անպայման կապվեք Գուրգեն Սիմոնյանի հետ, նրա ինֆորմացիան տեսեք, իրա որ կառույցին հնարավորություն կունենաք ձեր աջակցությունը ցուցաբերել, որտեղ դա էլ շատ կարեւոր է, որ մենք այսպես թե ենք մեր գործնանում եմ, ուզում եմ որ հանգիստ լինեք, հանկարծ չմտածեք, որ մի օր ասելու ենք, դե տեսակ դուք չօգնեցիք, մենք էլ չարեցինք, չէ, մենք այսպես թե այնպես անելու ենք։ Արածի որակի, արածի արդյունքի մասին է խոսքը, ինչ ձևով կարող ենք անել, մանավանդ տեսնում եք, ու ամենակարևորը, որ դուք լինեք դրա, դուք ցանկանալու եք, որ մենք մեր ծրագիրը կյանքի կոչենք, ոչ թե ինչ որ մեկի։ Դրա համար ձեր մասնակցությունը դրանով չափազանց կարևոր է։ Մի բան էլ ուղղակի կարճ այդ թեմայի հետ կապված ասեմ, որ անընդհատ նորից այդ թեմային անդրադառնում են, որ տեսակ մի հատ նայեցին Գուրգեն Սիմոնյանը ինչ որ փորձագետների հետ նկար ունի, կարող է Նիկոլ Փաշինյանի հետ եւ այլ, այս կողմենքով։ Այս շատ տեղեր մարդկանց կարող է հրավիրեն, միտեղ կարող է գնան միջոցառման մասնակցեն, հետո ինչ։ Դա ինչ է որոշում։ Հիմա ամսի 24-ին ինձ էլ Գուրգեն Սիմոնյանն էլ հրավիրել էին Ուկրաինայի դեսպանատուն։
քարորյա տարելիցին գնացել ենք մասնակցել ենք եւ մարդիկ են մոտենում բարևում են որ կողքից մեկը նկարեր պետք է ասի այ մարտեսում հետ եք բարևում դա ի՞նչ է դա արդյունք է դա քաղաքական պայմանավորվածություններ է դրա այդ ճանապարհ գնալու հայտ է մենք մի անգամ եւս հստակեցնենք ինչը որ շատերին դուր չի գալիս եւ հիստերիայի մեջ է գցում մենք ասել ենք գնում ենք մեր ծրագրով եւ ուզում ենք ունենալ մեծամասնություն ունենանք մեր ծրագիրը կյանքի կկոչենք վերջ ոչ մեկին չենք միանալու եթե մենք չենք ունենա մեծամասնություն ելի ոչ մեկին չենք միանալու այդ ձայները հստակ լինելու է գնալ եւ այդ ծրագիրը կյանքի կոչել խորհրդարանական հարթակը օգտագործել եւ բարձր բարձրացնել միջազգային կապերն օգտագործել մարզերի հետ աշխատանք տանել վաղը մյուս օրը կարողանանք հասնենք նրան որ ստորագրահ հավաքել կազմակերպենք եւ կարողանանք Եվրամիության անդամակցության հետ կապված դա կազմակերպենք եւ ժողովուրդը պարտադրի որպեսզի օրվա իշխանությունը եթե մենք կլինենք դրա պարտադրանքի կարիքը չի լինի եթե որևէ մեկ ուրիշը կլինի ապա նրան պարտադրենք այդ ստորագրության որպեսզի ինքը այդ հայտը ներկայացնի թե չէ մի օր ասում են Եվրոպային գնում են Շանհայն փաստաթուղթ ստորագրում մի օր ասում են Եվրոպային գնում Ռուսաստանի գովքն են անում եվրոպական կառույցների գնում են Պուտինի գովքն են անում այդ ամեն ինչը մենք շատ լավ գիտենք հստակ որևէ մեկի պատվեր կատարել ուղղակի աբսուրդա չի քննարկվում մի պարզ պատճառով, որովհետև մենք որևէ մեկին չենք միանալու։ Կարող եք բացատրել ոնց ենք որևէ մեկի շահերը սպասարկելու, եթե մենք գնում ենք մեր ձայները ստանանք, մրցակցության ժամանակ իրանցից է ձայն ստանում, չէ՞։ Վերջը նույն մանդատների մասին է խոսքը։ Եվ վերջում էլ դու նրան չես միանա, ոնց ես նրան օգնելու։ Նույն իմ նյութի տակ մեկը գրում է ասում է Գուրգեն Սիմոնյանը Պուտինի Քոչյանի ու Սերժի հետ է ոնց որ լավ, նույն մեկ ուրիշը 100%-ով գրում է որ Նիկոլ Փաշինյանի խաղն է խաղում։ Մատ կողմնորոշվեք, հա, մի ում խա։ Եթե երկու կողմից էլ կարծում եք տենց է, ուրեմն հասկանում եք որ դա այդպես հաստատ չի ու շատ-շատերը կուզենան որ այդ շառը անեն, որպեսզի ձեզ հիասթափեցնեն, որովհետև մի պարզ բան գնում ենք անկախ նրանից կունենանք 100 մանդատ այդ դեպքում իրավունքի ուժով մեր վարչապետի տեխնացուն Գուրգեն Սիմոնյանը կդառնա վարչապետ։ Կունենանք 10 մանդատ։ Մենք մեկը մեր տեխնացուին այդ 10 մանդատով 10 ձայնը կտանք իրան, որպեսզի որևէ հարց չառաջանա, որ կարող է մենք նայենք մեկ ուրիշը ավելի շատ ձայն ունի, քան մեկ ուրիշը, ավելի լավ է իրան պաշտպանենք, մի քանի նախարարական պորտֆել վերցնենք։ Չի լինելու դա։ Մենք մեր տեխնացուին տալու ենք բոլոր ձայները ու պատահական չի որ մեր համագործակցության ուշագիրը Գուրգեն Սիմոնյանի հետ ստորագրելուց ես ինքս առաջարկել եմ որովհետև համագործակցության ուշագրում հստակ նշվում է որ մենք միասնական բոլորով անցած թիմով ով քանի մանդատ ունի անցել է խորհրդարան այդ բոլորով մենք միասնական մեր տեխնացուին ենք մեր ձայնը տալու վերջ չի քննարկվում որևէ ուրիշը Դե դեպքում բացատրեք ես իմանամ ոնց ենք ուրիշի խաղը խաղալու Եթե մենք հստակ գնում ենք մեր ձայները ստանալով այդ ձայները նույնիսկ այսպես նայենք Եթե այն մարդիկ ովքեր ընտրությանը չեն մասնակցել բայց տեսնելով հավատալով վստահելով մեզ կգնան կմասնակցեն միևնույն է դա նորից պակասում է այդ երկու թևերից թե իշխանական թե ռուսամետ ուժերի ինչի է պակասում որովհետև եթե մասնակցությունը քիչ ալում իրանց տեղերը շատ ալում մասնակցությունը շատ եղավ Իրանց տեղերը պակասելու է, իրանք չեն կարողանալու առաջի փուլով մեծամասնություն ունենալ։ Իսկ առաջի փուլով անկախ նայած ով ինչքան ձեն ունի, եթե մեծամասնություն չունեն, ավտոմատ կերպով իրանց տեխնացուն վարչապետ չի դառնում։ Մենք էլ մեծամասնություն չունեն, իշխանությունը այսօրվա ներկայացնում է իր տեխնացուին, ընդդիմությունը իր տեխնացուին, մենք էլ ներկայացնում ենք մեր տեխնացուին, ձայները տալիս ենք մեր տեխնացուին։ Վերջ, սա է ալնելու։ Այդ դրա համար շատերը շատ ծանր են տանում, որ ոնց թե բավոր տենցելի փաստորեն խաղեր չի լինելու խաղեր Իսկ դրա համար որոշ մարդիկ կարծում են որ դե դեպքում բերեք մենք ցույց տանք որ այդ տեսեք իրանք ուրիշի խաղն են խաղում որպեսզի իրանց կարծիքով իրանց տեղը բացեն այդ կենտրոնական դաշտում այդ կենտրոնական դաշտում դուք ձեր տեղը չունեք որովհետև մի պարզ պատճառով մարդիկ հստակ հարց են տալի եթե այն ուժը որն ասում հա կարող է գնանք խորհրդարան հետո սրա հետ միանանք նրա հետ միանանք նրա հետ միանանք դա հասկանում ես որ այդ մարդը պատրաստվում է գնա եւ նայի որ կողմ նայի ու վրա ծախվի չի լինելու դա մեր պարագայում այդ դրա համար դա շատերին դուր չի գալիս դրա համար դուք պարզ պատկերացրեք որ այդ ամեն ինչը հատկապես որ ուժերն են փորձում տարածել հիմա ինչ
Մարդը զանգում է մեկնելին զանգում ասում է գիտեք ինչ մի հատ հարց եմ ուզում ձեր հետ քննարկեմ ասեմ արի գնանք մի հատ սրճարանում նստենք քննարկենք գնամ նստում քննարկում ենք առաջարկում է միանամ իրանց ես էլ մերժում եմ եւ ասում եմ ոչ եւ բացատրում եմ թե ինչի եկողքի նստած մարդը որ մեզ նայ չի ասելու սիրով նստած զրույց էին անում ուրեմն իրար հետ են դու ինչ գիտես մենք այդ մարդու հետ ինչ ենք խոսացել բա ինչ էինք անում իրա ծեծելու ենք սրճարանում որ դու իմանայիր որ իրար հետ չենք դու արդյունքը նայի դե չգիտեք տենց հանդիպումներ քանի հատ ալնում ու որպես կանոն հանդիպում ես massայական վայրում ինչու որ որևէ մեկը չասի եթե ժողովրդից գաղտնիք չունեք ինչի գաղտնի հանդիպում ինչի գաղտնիք ունենք որ սրճարանում massայական վայրում մարդն ասում է ուզում ենք բան քննարկենք ասում ենք արի քննարկի կարանք միասին ընտրության գնանք ասում են ոչ ձեր հետ չենք կարա դուք գնացեք Նիկոլ Փաշինյանի խաղը խաղացեք որ անուն էլ չենք տալիս որովհետեւ կոռեկտ չի հիմա մարդիկ են հիմա իրանք էլ իրանց գործն են անում համենայն դեպս պահում ենք բարեկրթությունը անձնական շփման ինֆորմացիան չհրապարակելու համար վերջ պետք է բոլորին բացատրենք թե ինչ ենք անում սրճարանում բա ինչ գործ ունենք նրա հետ դուք արդյունքին նայեք մենք նրանց հետ ճանապարհ գնում ենք թե չէ ունենք նրանց հետ ճանապարհ թե չէ ու ձեզ թվում է ինձ համար բարդ էր ողջել Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի թե չէ կամ նախկինի հետ կապ ունի թե չէ այսինքն բանա ողջելուց հետո ես միանում եմ բան չէ միանում այդ ինչ է տալու դրա համար սա հերթական անգամ ստիպված եմ ելնում ասեմ որովհետև անընդհատ այս թեման զարգացնում են անընդհատ այս թեման առաջ են տանում պարզ հասկանում եք թե դա ում կողմից է հատկապես տարածվում նենց որ լավ ուսումնասիրեք կտեսնեք ում է դա ձեռնտու ժողովուրդ ջան դե ինչ այսօր այսքանը եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին սեղ 1 զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ գրեք հարցեր դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն